Բարև ձեզ բարեկամներ, Փակտիվին եթերում է, ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր են մեզ հետ են մեր կողքին։ Հավանաբար արդեն նկատել եք, որ ավելի հաճախակի են խոսում առաջիկա ընտրությունների մասին եւ դա պատահական չէ, քանի որ դրանք շատ բախտորոշիչ ընտրություններ են լինելու։ Եվ այսօր, ինչպես եւ խոստացել ենք, մեր տաղավարում մենք հյուրընկալել ենք դոկ կուսակցության նախընտրական շտաբի պետ, մեր ճանաչված իրավաբան փաստաբան Լևոն Բաղդասարյանին։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան։ Հարգանքներս, բարև ձեզ։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք եւ պիտի ասեմ, որ չնայած պարոն Ղուկասյանը մեր եթերներում հաճախակի է խոսում իր ծրագրերի, իր գործի հետ կապված հարցերի մասին, բայց ցանկալի կլինի լսել նաեւ ձեր կարծիքը որպես իրավաբանի, փաստաբանի, թե իրականում ինչ իրավիճակ է տիրում նրա գործի հետ կապված խնդիրներում։ Շնորհակալ եմ Պարոն հրավերքի եւ հարցի համար, ավելի կարեւոր հարց է։ Ճիշտ նկատեցիք, Վարդան Ղուկասյանը բազմիցս հրապարակային անդրադարձել է իր կալանքի հետ կապված։ Ես արձանագրել եմ հետեւյալը, որ այսօր Վարդան Ղուկասյանը ոչ թե կալանք է կրում, իրավամբ նա արդեն պատիժ է կրում։ Անձը գտնվում է վարչական կալանքի տակ եւ արդեն տարի եւ ավելի։ Կարճ ես անդրադարձ անեմ իրավական այդ քեյսին, ինչպես գիտենք, վարչական կալանք է կրում Վարդան Ղուկասյանը եւ այդ վարչական գործի հետ կապված դատանը վերջնական դատական ակտով, դատանի վճռով անդրադարձ կատարեց, որ Վարդան Ղուկասյանը պետք է լքի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այդ դատական ակտը օրենքով սահմանված կարգով բողոքարկվեց, օրինական ուժ չստացավ։ Դրանից հետո պարոն Ղուկասյանը եւս անդրադարձել է, մի քանի երկրներ առաջարկություն արեցին, տվեցին իրենց համաձայնությունը, այսպես ասած կոչված հատուկ վիզա, որ պատրաստ են ընդունել Վարդան Ղուկասյանն իրենց երկրում, ապահովել վերջինիս անվտանգությունը եւ մնացած բոլոր, այսպես ասած, ֆուլ փաթեթով տվեցին իրենց առաջարկությունները։ Դրանից հետո Վարդան Ղուկասյանի իրավաբանները դիմում գրեցին համապատասխանատյանին, ասեցին, որ հրաժարվում ենք մենք, ցանկանում ենք հրաժարվել մեր բողոքից եւ նման դեպքում օրենսդրությունը կարգավորում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում։ Եթե անձը հրաժարվում է իր բողոքից, դատան այլևս քննելու բան չունի եւ ավտոմատիկ դատանի վճիռը ստանում էր օրինական ուժ։ Դա ինչ էր նշանակում։ Դա նշանակում էր, որ օրինական ուժ ստանալուց հետո անմիջապես Վարդան Ղուկասյանը պետքա դուրս գար այդ վարչական կալանքից եւ մեկներ այն երկիրը, որը որ նախատեսել էր պարոն Ղուկասյանը։ Եվ այդ պահից սկսած իրավաբանությունը վերջացավ եւ սկսվեց հետաքրքիր զարգացումներ։ Դա հետ կապված մի քանի անգամ պարոն Ղուկասյանը արձագանքել է, որ Նաջարյանը փոշմանել է։ Նաջարյան ասելով նկատի ուներ Միացյալ Նահանգների համապատասխան կոմպետենտ օրգաններին։ Այսինքն փոխարենը, որպեսզի անապահ Վարդան Ղուկասյանը դուրս գար կալանքից եւ մեկներ այդ երրորդ երկիրը իր նախատեսած Միացյալ Նահանգների որոշ, այսպես ասած, լիազոր մարմիններ ակնարկեցին Վարդան Ղուկասյանին, որ ցանկալի չի, որպեսզի ինքը գնա երրորդ երկիր, թող բողոքը շարունակվի, անմիջապես դրանից հետո տվյալ երկրի, այսպես ասած, հսկող դատախազը կայացրեց համապատասխան որոշում, որ նա չի առարկում, որպեսզի Վարդան Ղուկասյանի կալանքը փոխվի եւ նա դուրս գա ազատության մեջ եւ բողոքը քննարկվի։ Պարոն Ղուկասյանը հայտնեց իր դիրքորոշումը պաշտոնական վերջիններից, որ նա այլևս չի ցանկանում հետամուտ լինի այդ բողոքի քննությանը եւ ասում է թույլ տվեք ես դուրս գամ։ Եվ հասկացրեցին պարոն Ղուկասյանին, որ դա իր իրավունքն է, բայց ամեն կերպ փորձելու են երկարաձգեն վերջինիս դուրս գալը։ Այսինքն այստեղ արդեն մենք ականատես ենք լինում որոշակի, այսպես ասած, ոչ իրավական քաղաքական խաղերի, որի արդյունքում, ինչպես քիչ առաջ նկատեցի, Վարդան Ղուկասյանը ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ։ Այս պայմանությամբ իրավական հարցության վրա եմ ասում, այդ գործողությունները, անգործությունը, այսպես ասած, ես կասեի լիազոր մարմինների հանցագործ անգորության հետ կապված որոշակի իրավական վարույթներ են նախաձեռնվել եւ հուսանք, որ մոտ ապագայում դրա իրավական գնահատականը գոնե կտրվի։ Ամփոփելով միտքս,
կարող եմ ենթադրել, որ որոշակի քաղաքական, այսպես ասած, խաղերի արդյունքում Վարդան Ղուկասյանը դրա հետ կապված հայտնել է իր դիրքորոշումը, դա իր դիրքորոշումն է, որ շահագրգռված են մեր հարևան երկրները, մասնավորապես Թուրքիան եւ Ադրբեջանը, որպեսզի հնարավորության սահմաններում մինչև ընտրությունները Վարդան Ղուկասյանը չլինի ազատության մեջ։ Բայց ինչպես պարոն Ղուկասյանն է անդրադարձել, ես էլ որպես արդեն վերջինի շտաբի պետ արձանագրում եմ, որ բացարձակ արդեն մեզ չի կաշկանդում Վարդան Ղուկասյանը կլինի ազատության մեջ, թե ազատության այս ընթացքում եւս կալանավայրում կլինի, որոշումը կայացված է, քաղաքական որոշումը արդեն կայացված է, Վարդան Ղուկասյանն եւ իր թիմը մասնակցելու են ընտրություններին։ Բաղդասարյան, արդեն նշվեց, որ դուք նաև Վարդան Ղուկասյանի շտաբի պետն եք։ Այս կապակցությամբ ինչ կասեք կուսակցության գործերից, քաղաքական դաշտում ովքեր են լինելու ձեր հիմնական դաշնակիցները։ Նայեք, պարոն Օշյան, ես ըստ էության կուսակցական չեմ, այդ թվում նաև դուք կուսակցության անդամ չեմ, բայց այո, ունեմ լիազորություններ ներկայացնելու նախընտրական շտաբի կոորդինացումը, այսպես ասած շտաբի ղեկավարն եմ լինելու եւ նաեւ տեղեկացնեմ, որ կուսակցությունը դաշինքով է գնալու, այսպես ասած արդեն նախնական ձևավորված են այն քաղաքական ուժերը, միավորումները, ովքեր դաշինքով պետք է գնան, նաեւ կա պայմանավորվածություն, որ նաեւ դաշինքի շտաբի ղեկավարն եմ լինելու այսուհետ եւ ասեմ իրավամբ հավաքվել է մի թիմ ոչ թե հավաքվելու համար, այլ բավականին մեծ զտում է կատարվել եւ ձևավորվել է որակյալ թիմ։ Չեմ զլանա ասելու առանց անուններ տալու, այս ընթացքում երբ հայտարարվեց, որ այն քաղաքական միավորները, ովքեր առաջարկներ ունեն, առաջարկություններ անեն, բարի ուղղակի իմաստով եմ ասում, գոյացել էր հերթ եւ այդ արդյունքում այդ մեր գործողությունների արդյունքում նաև փոխադարձ համաձայնությամբ կատարվեց մեծ զտում եւ այո այսօր ձևավորվել է թիմ եւ ես առաջ ընկնելով ասեմ, որ արդեն այլ քաղաքական դաշտերում եւս բարձրաձայնում են որ քաղաքական միավորի հետ է գնալու, հա, եւ արդյունքում ես ավելի քան վստահաբար ասում եմ, հետագայում եթե կբարձրաձայնվի մոտ ապագայում այն դաշինքի անդամները, ովքեր որ են եւ իմպերատիվ եմ ասում, հասարակությունը կտեսնի, թե ինչ որակյալ քաղաքական միավոր է ձևավորվել, բառի ուղղակի իմաստով եմ ասում։ Պարոն Բաղդասարյան, պիտի ասեմ, որ վերջին շրջանում հատկապես շատ են ասեկոսները իբր կուսակցության ներսում կան ինչ-որ խմորումներ։ Ի վերջո կարող եք այդ բոլոր տեսակի խոսակցությունների վերջ տալ եւ ասել ինչ է իրականում տեղի ունենում։ Նայեք, կարծես թե 3 հարցազրույցներից մեկում, կարծես Փակ TV-ում, թե առանձին հայտարարությունից բանկ դժվար եմ ասեմ, հենց Վարդան Ղուկասյանն անդրադարձավ եւ ասեց թիմում ոչինչ չկա։ Ուղղակի կողքից իր բառը եմ ասում, ինչ որ այլ մոլորակայիններ են դեսանտ իջել եւ այսպես ասած փորձում են ինչ որ գործառույթներ իրականացնել։ Ես դա ինչ որտեղ նաև բնական եմ տեսնում, այսինքն այն քաղաքական միավոր, այն կուսակցությունը, որ իրականում պոտենցիալ իրենից արդեն ինչ որ բան է ներկայացնում, փորձ է կատարվելու տարբեր գործառույթներ իրականացնել, ինչը որ կատարվում է։ Ես չլինելով այդ կուսակցության ներսի անդամ, ընդհանրապես ես արձանագրեմ հետեւյալը, որ ոչ մի բան չի ստացվելու, բացառապես ոչ մի բան չի ստացվելու, կուսակցությունը նաև այս շաբաթ, կարծես շաբաթ օրը հրավիրել է համագումարում հասարակությունը դե լուսաբանվել է բնականաբար կտեսնի կուսակցությունը, կուսակցության հաշվետվությունը, նախագահի հաշվետվությունը եւ այլ գործառույթներ, որ պետք է իրականան։ Ամփոփեմ միտքս։ Որոշումը արդեն կայացված է։ Վարդան Ղուկասյանն ունի լայն հասարակության մեջ ունի լայն զանգվածքա, որ իրոք սատարում է Վարդան Ղուկասյանին եւ այսպես ասած մանր գործողությունները ավելի քան վստահ եմ ասում եւ իմ պահով եմ ասում ոչ մի էֆեկտ չի տալու բացական առումով
կուսակցությունը գնալի է դաշինքով եւ ինչպես վերնշեցի մոտ ապագայում մենք տեսնենք այն որակը, որը որ ունենք։ Ավելացնելով դրա հետ կապված ես մի կարևոր արձանագրում անեմ, նայեք շատ հաճախ նաեւ ընդհանուր եմ ես անդրադառնում։ Նախ արձանագրենք, որ բոլոր կուսակցություններում, որ այնքանով որքանով ես հասկացա, նման խմորումներ լինում են, շատ հաճախ ասում են իշխանության մատնախառը, շատ հաճախ ասում են, որ ինչ-որ մեկի ցանկությունն ա եղել, որպես ինչ-որ խմորումներ լինեն, դա ես գցում եմ երկրորդ պլան։ Ուղղակի մի կարևոր հարց եմ ցանկանում անդրադառնամ, շատ հաճախ եւ կուսակցական, այսպես ասած, ներկուսակցական խաղերի ընթացքում եւ ինչ որ անհատների հետ կապված մեր մոտ ինչպես է կատարվում։ Ինչ որ մեկը հելնում է եւ հասարակական կարծիք է ձևավորում տվյալ անհատի կամ տվյալ ինչ որ անձի հետ կապված, որը ընդհանրապես նաեւ կարող է աղերս չունենալ իրականության հետ։ Հետո երբ ասենք տվյալ անձի իրավապաշտպանն է փորձում բարձրաձայնի, որ դա այդպես չի, թիրախավորում են իրավապաշտպանին եւ ինչը գտնում եմ անթույլատրելի։ Գիտեք, մարդը դա բարձրագույն արժեք է եւ նման դեպքում կապ չունի դա կուսակցական է, կուսակցական չի, գիտնական է, շինական է, չգիտեմ ինչ է, մարդու հասցեին կարան մի հատ անկցեն, հասարակությունը ձևավորվի, հասարակական կարծիքը ձևավորվի, հետո այդ մարդուն թաղեն, հետո սրբացնեն, հետո նորից թաղեն։ Դա այդ մշակույթը կարծում եմ անթույլատրելի է, այնքանով որքանով յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ որպես մարդու բարձրագույն արժեք պետք է հնարավորինս խնայել այդ մարդուն։ Ես դա նորից եմ ասում, հանեցի դոկուսակցության ես, այսպես ասած, խմորումներից, նայեք բացեք համացանցը եւ ով ում ոնց գիտի, ինչպես գիտի, թաղում է, սրբացնում է, հերոսացնում է։ Այդ մշակույթը հաստատ եմ ասում, նախ պետական անվտանգության հետ կապված աղերս ունի, երկրորդն էլ հաստատ հասարակությանը ոչ մի լավ բանի չի բերի։ Ես ցավում եմ, որ պետական լիազոր մարմինների կողմից հետամուտ պետք է լինեն այդ կարգի գործառույթների տոտալ իրավական, ինչու՞ չէ նաև իրավաքերական գնահատականը տալու, ամենայն դեպս ես ավելի քան լիահույս եմ, որ ընտրություններից հետո, եթե դոկ դաշինքը օրենքով սահմանված կարգով հասնի իշխանության, առաջնահերթ խնդիրներից մեկը դա լինելու է դա։ Մարդը մեղավոր է, մեղավորության հետ կապված իրավական գործընթաց կա։ Իսկ առանց մեղքի ապացուցման, օրինական շտացած դատական ակտի, ընդհանուր եմ ասում, մարդուն սարքել դավաճան, մարդուն սարքել, չգիտեմ, ծանր քրեական գործով, ես հիմա անուններ չեմ տա, վերջերս լրագրողի հետ կապված տարբեր թիրախավորումներ եղավ, որ կավատ ա եղել, չգիտեմ ինչ ա եղել, այդ աղջիկներ ցույց ա տալի համապատասխան պաշտոնական փաստաթղթերը, որ բացարձակ աղերս չի ունեցել քրեական օրենքի հետ, բայց անձի անունը արդեն առերևույթ արատավորություն բխող բոլոր բացական հետևանքներով։ Յուրաքանչյուրը թող հասկանա, որ ինչը որ ինքը անում է բումերանգի օրենքով գալու է կպնելու իրան։ Սա շատ ակտուալ թեմա է, ես մի օրինակ բերեմ, օրինակ Կիլիկյան Հայաստանում, պարոն Վիշյան, երբ իրավունք էր վերապահվում անձին քննադատել միայն այն ժամանակ, երբ իր արժեքները մի քանի անգամ ավելի բարձր էին, քան թե քննադատողի արժեքները։ Ավելին դա նաև աստվածաշնչյան իրավանորմա, երբ ասում է քար առաջինը թող գցիննա, ով որ չունի այն մեղքը, ինչու որ ասենք մեղադրում են դիմացինին։ Սա իրականում գլոբալ հարց է, բավականին բան հարց է, եւ եթե մենք այդ մշակույթը ապագայում չձևավորենք, մենք ունենալու ենք իրար պախարակող, իրար քծնող, սրբացնող, հետո հայոյող, դավաճան սարքող ազգ, որը հաստատ հարիր չի եւ պատիվ չի բերում Հայաստան։ Այնուամենայնիվ, պարոն Բաղդասարյան, ընտրությունից հետո ով է լինելու այն առաջատար քաղաքական ուժը։ Նախ ես ուզում եմ ազնիվ լինել եւ նախ իմ կարծիքը կարա մի փոքր սուբյեկտիվ լինի, ես ներկայացնում եմ բավականին
զոր քաղաքական ուժի շտաբի պետն եմ, բայց մինչ այդ ես ներածականով ցանկանում եմ ազնիվ լինել, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով ականատես ա եղել այս վերջի 5-6 տարիների տարբեր տեսակի ընտրություններին, մասնավորապես նկատի ունեմ համապետական ընտրություններին, կարծես 2 թե 3 անգամ ԱԺ ընտրություններ տեղի ունեցան։ Ես ուզում եմ արձանագրեմ, իրական ուզում եմ ազնիվ լինել, որ այս ընթացքում այդ մինչև այս պահը, հա, Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժը կներեք կոպիտ հայանչում ջախջախեց բոլոր քաղաքական ուժերին։ Մի կողմ թողնենք նեգատիվ պայերը, որ ընտրությունները առերևույթ այս կամ այն ոլորտում, նո ասենք, ազնիվ չեն եղել, պետական իշխանական ռեսուրսը աշխատել, միանշանակ այդպես ա եղել։ Բայց արձանագրենք, որ 18 թվականից մինչև 26 թիվն է, այդ քաղաքական ուժը եւ արտահերթով եւ այնպես դրեց ու բոլոր քաղաքական ուժերին ջարդեց։ Դա իրականությունն է, պետքա յուրաքանչյուր քաղաքական ուժը մասնակցել այդ ընտրություններին, գոնե դա պետքա ընդունի գիտություն եւ դրանից հետեւություն անի։ 2026 թվականի ընտրություններին ես բավականին կարևորում եմ, որ անկախ այդ իշխանական լծակները, որ օգտագործվելու են, հաստատ օգտագործվելու են, գույնե գոտկատեղից ցածր իշխանությունը չարվածի, մասնավորապես այդ ներկայացնող կուսակցություններ, ովքեր գրանցված են, նախ հիմա մի կարևոր ես բան կասեմ, ի գիտություն բոլոր շահագրգիռ անձած, այդ թվում նաև պետական մարմիններին, այ խոսք է գնում, որ ուզենալու են X կուսակցությանը գրանցեն, ուզենալու են չեն գրանցելու։ Ես չգիտեմ այլ երկրներում ոնց է, բայց Հայաստանի Հանրապետության ներպետական օրենքը եւ հիմնական օրենքը Սահմանադրությունը դա ուղղակի կարգավորում են։ Այն կուսակցությունը, որը գրանցված կուսակցություն է, նա ընտրություններին հայտ ներկայացնելու ժամանակ իշխանություն մի պոզիտիվ պարտավորություն գրանցելու։ Ոչ թե ինչ-որ մի թերություն բռնելու եւ ասի չեմ գրանցում, առավոտյան ձեր կուսակցության նախագահ կոպիտ եմ ասում աջ ոտի վրա ելը, պետքա ձախ ոտքի վրա ելներ, կամ չգիտեմ հակակոռուպցիոնում պայմանական հայտը ուշա ներկայացրել կամ չի ներկայացրել։ Ինչի, որովհետեւ մեր Սահմանադրությունը դա կարգավորում է։ Բացառապես կուսակցության գործառույթը կարա կասեցնի, թույլ չտա միայն Սահմանադրական դատարանը, այսինքն այն կուսակցությունը, որը գրանցված է եւ այդ փաստը արկա է, գրանցված է արդեն եւ կասեցված չի գործողությունը Սահմանադրական բարձրաստիճանի կողմից, այդ կուսակցությունը ունի պոզիտիվ պարտավորություն կենտրոնական հանձնաժողովը գրանցելու։ Այդ բայց սկսած, եթե իշխանությունը պայմանական վախը բռնվել է իր եւ X կուսակցությանը, մասնավորապես դոկ կուսակցությանը, ասենք, չի գրանցելու կամ այլ կուսակցությանը դաշինքին չի գրանցելու, այդ բայց սկսած արդեն գոտկատեղից ցածրը գնալու է համապատասխան օրենքով սահմանված կարգով չարգելված եղանակով դիմադրության իրավունքը։ Այսինքն, եթե դու գործող իշխանությունը հայտարարում է, որ այս ընտրություններին կտեսնեք, մենք հավաքելու ենք 50+ թե 70+ թե մինուս չգիտեմ, ապա արդար պետք է լինի այդ մրցակցությունը, այն էլ առերևույթ արդար, որովհետև հանրային փաստը, որ իշխանական լծակները ուղղակի առերևույթ աշխատելու են գործող իշխանության համար։ Ձեր հարցի հետ վերաբերյալ միգուցե իմ կարծիքը մի փոքր սուբյեկտիվ կլինի, բայց դուք տեսնում եք, դա հանրայդ է, թե ինչ ռեյտինգ ունի այսօր Վարդան Ղուկասյանը։ Իսկ վաղն էլ որ հայտարարվեց դաշինքը եւ նախընտրականի ժամանակ ներկայացվելու են իրականում ծրագրերը ներկայացնել են պարզ, թափանցիկ, այնքան պարզ, որը հասու է լինելու շինականից մինչև ամենավերջի ակադեմիկոսը։ Այ Հովհաննես Թումանյանը ոնց է գրում, ասենք պոեմները, բանաստեղծությունները, հա, հասարակ շինականից մինչև վերջի ակադեմիկոսը, ասենք յուրովի հասկանում է եւ բոլորի համար պարզ է։ Եվ պատասխանած նա է, ես ցանկանում եմ ասել, որ եթե ամենաբարձր տոկոսը չի հավաքելու դոկ կուսակցությունը, ինքս որպես շտաբի պետ դա դիտելու եմ որպես մինիմալ ծրագրի իրականացում կամ կոպիտ ասած պարտություն եմ դիտելու, այո, Աստծով իհարկե պայմանավորված ունենալով բավականին լայն ընտրողների զանգված, ես
ցանկանում եմ առաջինը եւ նաեւ կարծում եմ, որ այդ քաղաքական ուժը լինելու է առաջատարը։ Մենք այսօր առավոտյան տեղեկացանք, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրանալու են 10,000 դրամով։ Սա չէ կարող համարել ընտրակաշառքի մի ձև։ Ну, իհարկե կարծիքի ազատություն կա, կարելի է ենթադրել, որ դա այդպես է, կարելի է նաև ենթադրել, որ շաբաթներ թե ամիսներ առաջ ինչ-որ միջազգային կառույց էր, թե եվրոպական ինչ-որ կառույց էր, որ թե Եվրոմիությունն էր, դա կարևոր չի, որ չգիտեմ քանի տասնյակ միլիոն դոլար այս ընթացքում որոշեց, որ պետքա փոխանցի Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Գիտեք, թոշակի հետ կապված ես ասեմ, նորմալ եմ նայում 10,000-ի բարձրացում, անկախ նրանից դա ապրիլի 1-ին է լինելու ընտրություններից անմիջապես առաջ, թե հետո է լինելու, ու ավելին ասեմ, թոշակառուն ոչ թե պետքա ստանա 10, պետք է ավելացվեր 10,000, այլ պետքա միգուցե նաև ոչ թե միգուցե, եթե մենք սոցիալական երկիր ենք, մինիմում գոնե 10 անգամ պետքա տասնապատկվեր։ Այլ խնդիր է, թե դա ինչ միջոցներով պետք է լիներ։ Դա տվյալ իշխանության, գործող իշխանության պոզիտիվ պարտավորությունն է եւ կներեք իր խնդիրն է։ Եթե դու հայտարարում ես սոցիալական երկիր ես եւ տվյալ դեպքում թոշակի մինիմալ այդ այսպես ասած գոյացած գումարը զամբյուղը այսպես ասած չի համապատասխանում իր մինիմալ չափանիշներին, նշանակում է այդ իշխանությունը իր տեղում դերում չի։ Ավելին թոշակների բարձրացման հետ կապված վերջերս հրապարակային բարձրաձայնեց Վարդան Ղուկասյանը, որ թոշակառուների թոշակները այսպես ասած պետք է հնգապատկվի, վեցապատկվի, ավելին ի տարբերություն այլ գործիչների, երբ ուղակի բարձրաձայնում ասում են, որ պետք է բարձրանա, Վարդան Ղուկասյանը նաև ցույց տվեց, թե որտեղից պետք է այդ գումարները գոյան, այսինքն ոչ միայն հայտարարեց, այլ նաև ցույց տվեց։ Ավելի մանրամասն ես կարծում եմ նախընտրական քարոզարշավի ժամանակ կբացահայտվի ավելի մանրամասն, բայց այն որակը, որ այսօր ունի թոշակառուն, գիտեք, մեղմ ասած բավարար չի։ Թոշակառուները մեր ծնողներն են, մեր հարևան տարիքավորներն են, մեր բարեկամ տարիքավորներն են եւ յուրաքանչյուրս օրեկան ռեժիմով այն անձով, որ գիտակցական կյանքում աշխատել է եւ այսօր պայմանական անգամ չունի համապատասխան խնամող, ասենք երեխաներ չունի կամ եւ այլն, հա, այդ թոշակառի վիճակը մեղմ ասած բարվոք չի։ Գիտեք, պարոն Հուսյան, ես մի օրինակ եմ ուզում բերեմ։ Ինձ համար անկախ նրանից հիմա ինչ են խոսում, ոնց են քննադատում Միացյալ Նահանգների այս գործառույթները, ինձ համար որպես իրավաբան դա մի փոքր մեղմ ասած ֆանտաստիկ կինոյի ժանրը, ինչ գործողություններ է այսօր կատարում Միացյալ Նահանգները, դա թողենք այլ թեմա է, բայց այդ նահանգների դատարաններից մեկում գողության համար մեղադրում են մի տարիքով թոշակառու պապիկ։ Եթե այդ գործը մեր մոտ լիներ, դատարանը լավագույն դեպքում, չգիտեմ, պայմանական կտար հաշվի առնելով տարիքը, վատագույն դեպքում էլ կազատազրկեր։ Ինչպես շատ հաճախ Վարդան Ղուկասյանն ասում, հավ գողացողին տալիս են 4-5 տարի, այն միլիարդներ գողացող լափողները այսօր ազատության մեջ են։ Դե Հայաստանի իրավական պատկերն է։ Ինչ արեց Միացյալ Նահանգների դատարանի համապատասխան դատավորը։ Արագ ուսումնասիրեց, թե տանձի թոշակի իշքան է, եւ այսպես ասած նաև դուրս գալով տվյալ գործի այդ քրեական գործի այդ ռամկաներից, մասշտաբներից հրավիրեց թոշակ տվող հիմնարկի ներկայացուցիչին։ Ասեց, այս թոշակով այս մարդը չի կարողանում իր մինիմալ պայմանները ապահովի։ Իսկ Միացյալ Նահանգները մինիմալ պայմանները ոչ միայն հանապազօրյա հացն է, այլ նաև թոշակառու անձի որոշակի գործառույթները, սկսած ռեստորան գնալուց, վերջացրած, չգիտեմ, Վեգաս գնալուց եւ այլն խոսքի։ Եվ ասեց, ես տուգանում եմ ազնվորությանը, գողության համար, տուգանքը վճարելու ես դու թոշակ տվող հիմնարկին։ Եվ քեզ ժամկետ եմ տալիս, որպեսզի 2-3 ամսվա ընթացքում դու այս թոշակը կարգավորես։
Գիտեք, թվում է թե դա հեքիաթի դաշտ է, թվում է թե բայց դատական իշխանությունը, որպես դատական իշխանություն իր տեղում դերում էր։ Ինչ է ասում դատական իշխանություն, ասում է սոցիալական երկիր ես, իշխանություն, ինձ դա բացարձակ չի հետաքրքրում։ Դու ունես պոզիտիվ պարտավորություն, այս մարդու մինիմալ թոշակը ապահովես այնքան, որ ինքը չգնա գողություն չանի։ Իհարկե մի հատ էլ վերջում մատ թափ տվեց գողացող մարդու վրա, որ դուրս չընդունես, որ վաղը գողություն ես անելու ու նույն կարգավիճակն է ստանալու։ Այստեղ արդարադատությունը հավասարակշռեց։ Մարդը գնացել էր հաց էր գողացել բացառապես նրա համար, որ այդ հացը ուտի։ Հիմա դուք եկեք համեմատականը բերենք Հայաստանի հետ։ Իսկ ով ասում, որ Հայաստանում եւս այդ պատկերը պետքա չլինի։ Իսկ ով ասում, որ մենք ցենց տարփողում ենք առաջի քրիստոնեական պետություն եւ քրիստոնեական արժեքները մենք չենք պահպանում։ Իսկ քրիստոնեական արժեքի առաջի պահպանողը պետք է լինի տվյալ գործող իշխանությունը։ Հետևությունս նա է։ Մենք լուրջ հայտ ենք ներկայացնում, որ օրենքի դիկտատուրայի ուժով եւ այդ օրենքի դիկտատուրան պետքա սկսի առաջի դեմքը երկրից մինչև ամենավերջի շինականը եւ յուրաքանչյուր ունենալու պարտավորություն եւ իրավունք։ Քաղաքացին ունենալու պարտավորություն օրինապաշտ ապրի պահի օրենքները, իշխանավորն էլ պետք է ունենա պոզիտիվ պարտավորություն ապահովելու այն մինիմումը, որը որ վաստակել է այսօր թոշակառուն։ Պարոն Բաղդասարյան, հավանաբար տեղյակ եք, որ վերջին շրջանում բազմաթիվ բողոքներ կան, հատկապես ձանալքից հետո Երևանի փողոցներում առաջացած այդ չարաբաստիկ փոսերի կապակցությամբ, անգամ մարդիկ այդ փոսերին տվել են քաղաքապետ Տիգրան Ավինյանի անվան փոսեր, այդ ձեր իրավական գնահատականը։ Գիտեք, շատ ցավոտ թեմա է, պարոն Միշյան, ես չեմ էլ ցանկանա այնպիսի տպավորություն ստեղծեմ, որ հիմա ելնելու եմ այսպես ասած խոր քննադատության ենթարկեմ քաղաքապետին, ով այսօր նաև գործող իշխանության առաջի դեմքերից մեկն է, ասենք, հա, բայց նաև հասկանում եմ որոշակի սուղ միջոցները, ասենք, Երևանի քաղաքապետանի, բայց ես իմ հարևանը մի քանի օր առաջ եկավ, փոքր մակնիշի Mercedes մեքենա ունի, ուղղակի ինքը մի քիչ ոնց ասեմ պայծառը տեսնող պոզիտիվ մարդա, ոչ թե եկավ լացեց, խփեց ձեռքերը կրծքին, բան եւ այլն, ասեց մեքենաս ընկավ փոսը չհելավ։ Մեքենան էլ թանկարժեք մեքենա է, ասենք, նո մի $20,000, երևի մի քիչ էլ ավել, չգիտեմ, հա, բարձր կլասի մեքենա է։ Եվ նման դեպքում տեսեք նորից պատտվում ենք այն բանի պատմությունն էլի ոչ էլի ասում են խոսում նորից գնում է ոչ էլի պատմությունից։ Այսինքն այս սոցիալական երկրում եթե մենք նորմալ երկիր լինենք, այն լիազոր մարմինը, ով որ դարավ պատճառ այդ փոսերի, հիմա կանդրադառնամ դետալ թե դրանք ովքեր են, նա պետք է վախենա, որ այս փոսի արդյունքում կգա քաղաքացին նաև ում հարկերի շնորհիվ վճարած ինքը աշխատավարձ ստանում կնի փոսը, վաղ իրան դատի է տալու եւ տուժով, տուգանքով, վնասով, ինչու՞ չէ նաև վաղը միսը կարելի է բարոյական վնասի հարցության վրա ինստիտուտ ստեղծել, հա։ Դուք պատկերացրեք մարդը գործ արավ, մարդը գնում է մեքենան փչանում է ոչ իր կամքով։ Այդ մարդու ժամանակը, այդ մարդու ծախսերը եւ մնացածը։ Այդ վախը որ լինի, էլի նորից ֆրոմ եմ օրենքի դիկտատուրա եմ ասում։ Մենք այդ փոսերը չենք ունենալու։ Հիմա անդրադառնամ թե այդ փոսերը ինչ եղան։ Օբյեկտիվ պատճառը նա է, որ ձյունը եկավ, աղը ցանեցին, փոս առաջացավ, բայց հիմա հարց։ Մենք ունենք ավելի ցուրտ, գիտենք ավելի ցուրտ երկրներ, թեկուզ Ռուսաստանը վերցնենք եւ այլն, հա, որտեղ ավելի շատ ձյուն է գալի, որտեղ նորից այդ աղամակրումը, չգիտեմ ինչ անում են, բայց չգիտես ինչի այդ փոսերը մնում են եւ թեթևակի որոշակի, ասենք, բան են անում, վերանորոգումներ են անում։ Հիմա արդ ինչի մեր մոտ տենց եղավ։ Պատասխանը հետեւյալն է։ Այն մրցույթ հաղթող ընկերությունը, որ հաղթել էր, չգիտեմ, ես մասնագետ չեմ, բիտումը քիչ եղավ, ասֆալտի որակը պակաս եղավ, հատուկ բան արեցին, անորակ արեցին, արդյունքում եղավ դա։ Հիմա հաջորդ հարցս, բա ուր եք վերահսկող մարմիններ։ Հələ թողեմ ես քաղաքային իշխանությունը, քաղաքապետին, վերջին հաշվով ղեկավարությունը ճանապարհով գնում գալիս է, ոնց որ մենք ենք գնում, չէ՞։ Բա ուր եղավ ձեր հսկողությունը։
Լավ, եթե առերուտ վերցնում ենք, որ եղել է հսկողություն մեկին պատասխանության եք ենթարկել, բա մի հատ հրապարակայնացրեք, որ իմ ձեր պես քաղաքացիներ հասկանան, որ մարդը պայմանական զանցանք թույլ տվեց կամ ինչու՞ չէ նաև հանցակազմ եմ ես կարողանում տեսնեմ այդ պատճառած վնասը եւ այլն, հա։ Բա նման դեպքում չի մնա քաղաքացին։ Այսինքն հիմա բանը դարելա սովորական բան, յուրաքանչյուր ասում է հա դե տենց է պիտի լիներ էլի, փողեր առան կերան լվացին հետ տվին, չգիտեմ առաջ տվեցին, դե փոսա էլ հեսա մի հատ էլ ծախս կանեն, դուրս կգրեն, կբերեն բան կանեն։ Իմիջիալից ես չգիտեմ դա զավեշտ էր թե ինչ էր, այս վերջերս տեսահոլովակ հայտնվեց, որտեղ աշխատակիցը այդ փոսերի մեջ բերում է հողա լցնում, թե շիբինա լցում, չգիտեմ ինչ է լցնում, Opel մեքենայով։ Բագաժնիկը բացում է, մեշոկը բերում են, լցում են դա, գնում են մյուսն են լցնում։ Արդյոք մենք արժան ենք դրան եւ արդյոք Երևանի պես, համայն հայության մայրաքաղաքում այդ կարգի գործողություններ պետք է լինեն։ Ես խոսեցի եւ հիշեցի, որ հիմա շատ են քննադատում, ասում են հանրային ձայնը նախկինում, որ քաղաքային ընտրություններում համապատասխան տոկոս վերցրեց եւ բանա, չգիտեմ, պարակտվեցին, ձայն ծախեցին, ինչ ծախեցին, բայց արձանագիրը մի կարևոր փաստ։ Վարդան Ղուկասյանը այն ժամանակ հրապարակային հայտարարեց, ասեց, դե քանի որ քաղաքային իշխանություն անցել են, դե բաժանում են այսքան տոկոսին, այս պաշտոնը այնքան տոկոսին, այն պաշտոնը գիտեք, այն պարոն Արամ Սարգսյանի անցած բանը, այսպես ասած, այդ կուսակցությունը ինչ որ թաղապետի աթոռ վերցրեց եւ այլն քաղաքապետի տեղակալ եւ այլն։ Ինչ ասես Վարդանը։ Ասած ինձ մեզի այտենց բուժման պետք չի։ Ընդամենը տվեք վերահսկողության ծառայությունը։ Այ արձանագրում եմ։ Լիներ Վարդան Ղուկասյանը վերահսկողության ծառայության կոորդինատոր, այսպես ասած, հա, մոռացեք, որ այս կարգի փոսերը լինելու, հա, եւ ամփոփելով միտքս իրոք ցավալի է, բայց շատ հաճախ այս կարգի զավեշտի հասնող հանցագործությունների հետ տեսնում ես ու շատ ես տեսնում, դա դառնում է արդեն սովորական բան։ Եվ շատ հաճախ եւ դու շատ ես բարձրաձայնում իրավական հարցության վրա, խոսքս վերաբերում է զուտ կառուցողական քննադատություն, որից հետո դու նաև տարբերակ ես առաջարկում։ Օրինակ, ես բազմիցս առաջարկել եմ քաղաքապետարանին, ասել եմ իմ կողմից ղեկավարվող իրավաբանական կառույցները բացառապես անվճար պատրաստ ենք կանգնել այն ծառայության կողքին, ով որ հսկողության բան է իր, ասենք պայմանական լեզվի մասին օրենքը չի պահպանվել, ինչ որ մեկը այլանդակ իր, չգիտեմ, լատինատար, թե արաբական, թե թոներվի թուրքական տառերով մեծ բանագրի հայերենը չի երևում։ Առաջարկել եմ, ասել եմ, բացառապես անվճար։ Օրենքը ունի գործիքակազմ պատժելու այդ սուբյեկտին, խփելու գրպանին, որ մի անգամ խփես, երկրորդ անգամ այդ բանը լեզվի մասին օրենքը կպահպանվի։ Կամ հասարակ նորվա օրինակը, կառուցապատողը, շինարարը խախտում է թույլ տվել։ Պետք է մեկը գնա դրա հետևից, այսինքն բավական այդ շինարարի գրպանին մի հատ դու խփես ու լավ խփես։ Հաջորդ անգամ ինքը նման բան չի անելու, ինքը զուսպ լինելու։ Ամփոփելով միտքս, այ օրինակը բերեցի Վարդան Ղուկասյանի, օրենքի դիկտատուրայի ուժով, եթե դու դնում ես տոտալ խաղի կանոն, վստահեցնում եմ ձեզ ոչ մեկ չի խախտելու։ Այսքանը։ Եվ շնորհակալ եմ, դե մենք միջով ընտրություն դեռ մի քանի անգամ առիթ կունենանք հանդիպելու, իսկ այսօր թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր ծրագրին մասնակցելու համար։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս դոկ կուսակցության շտաբի պետ մեր ճանաչված փաստաբան իրավաբան Լևոն Բաղդասարյանն էր։ Ինչպես ասացի, սպասեք նրան առաջիկայում եւս։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։